Աստծու բարին բոլորիս, բոլորին, ամբողջ աշխարհին, խաղաղություն, համբերություն, ներդաշնակություն, մեր հիշողության մեջ անընդհատ պետք է այս խոսքերը արձագանքեն, թեկուզ մի շաբաթ առաջ ասած լինենք, բայց պետք է արձագանքեն, որովհետև շատ բացասական լուրեր, ոչ ճիշտ լուրեր մենք լսում ենք և մեր հիշողության մեջ այդ լուրերն են արձագանքում։ Դրանք առաջացնում են վախ, անհանգստություն, հոգնություն, որովհետև երբ որ սովորում ենք վատ լուրեր լսել, մենք հաշտվում ենք հոգնության հետ, համարում ենք, որ դա աշխարհը այս վիճակի է, անհանգստություն կա, դրա համար էլ նորմալ է, որ մենք հոգնում ենք։ Ոչ, երբ որ հոգնում ենք, նորմալ չի։ Երբ որ ջղայնանում ենք, նորմալ չի։ Ընդհանրապես, ինչը որ մեր առողջությանը վնաս է, սկսած սնունդը ճիշտ ընտրելուց, վերջացրած հոգեկան էներգիայի սնունդը ճշտելուց։ Բայց շատ մարդիկ կան, որ իրանց սնունդը հոգեկան էներգիան է, հոգու սնունդն է։ Եվ կան մարդիկ, որ և դա և մտավոր սնունդն է, այսինքն ճշմարտությունը, որը տարբեր ուսմունքների մեջ, տարբեր երանգներով տրված է, հաշվի առնելով ժամանակը, մարդկային էվոլյուցիայի մակարդակը, և կան մարդիկ, որոնք միայն զգացմունքներով են ապրում, նրանց սնունդն էլ ուրիշ է, գույները, ձայները, երաժշտությունը, հոտերը, համերը, բոլորը դրանք էլ զգացմունքային սնունդն են։ Ցանկասիրություններն ու ցանկությունները, ծրագրերը Աստծուց հեռու, բոլորը դրանք էլ զգացմունքային, մարմնական սնունդներ են։ Նյութական սնունդն էլ արդեն գիտեք բոլորդ, մարդկա ընտրում է առավոտը խաշուտի, ճաշին էլ խորոված ուտի կամ քյաբաբ, տարբերություն չկա, և երեկոյան էլ ձվածեղ կամ հավ։ Հիմա ոչ մեկս չենք դատում իրար, բայց ուզում եմ հիշեցնեմ, որ ովքեր այսօր բարձր սնունդը չեն շատացնում, հոգևոր սնունդը, մտավոր սնունդը, որ գիտակցության հետ կապված այդ սնունդները, ովքեր չեն ավելացնում, նրանք շարունակում են լրացնել այն սնունդը, որը որ ուտում են, խմում են։ Եվ ինչքան իրանք ընտրությունը սխալ են կատարում, այնքան շատանում է այդ սնունդի ընդունումը։ Հասնում են, ովքեր շաքարը բարձր է, ում մոտ շաքարը բարձր է, նրանք 4-5 անգամ են ուտում, բայց քիչ-քիչ։ Այսինքն ապրում են միայն ուտելու համար, այդպես է ստացվում։ Եթե այսօրվա վիճակը բոլորը զգում են, որ մոլորակը իր թրթռանքը փոխում է, շատ հազար տարիները մեկ մոլորակը փոխում է իր տարերքը, ջրի, կրակի, հողի, օդի և այլն։ Երբ որ այդ տարերքներին չենք ենթարկվում մենք, չենք հասկանում, որ հիմա վերջին քննությունն է, մեր կյանքի քննությունը, մեր էվոլյուցիոն քննությունը, և շարունակում ենք նույն ձևով սնվել, նույն ձևով մտածել, ենթարկվել մեր ուղեղը, մեր հիշողությունը, մեր գիտելիքը ենթարկել այդ
անցյալ անգամ որ խոսեցի, արհեստական բանականության տված սնունդը մենք չենք հասկանում ինչի ենք հիվանդանում, ինչի ենք օգնում, որովհետև մեր սնունդը չենք ընդունում։ Եթե ինքնաթիռի մեջ սալյարկա լցնեք, դիզել են ասում, տարբեր վառելանյութեր, նա տեղից չի թռնի։ Եթե ինչ-որ բաներ խառնեք, թռնի, էլի կգնի ներքև, ցած կգնի, որովհետև իր վառելանյութը չի։ Բայց այդ ինքնաթիռը մարդն է ստեղծել, մարդը ավելի հզոր է, Աստծու նման է ստեղծված։ Եթե մարդը չի կարողանում իր սնունդը ճշտի, տիեզերքը պարտադրում է, մոլորակը պարտադրում է, որ իր վրա քայլող մարդը Աստծու նման ստեղծված չպայթացնի մոլորակը։ Ինչպես որ ֆայետոնն է պայթել մոլորակներից մեկը եւ էլի երկուսը պայթել են, բայց միլիոն տարիների ընթացքում է դա եղել։ Հիմա մենք էլ հասցրել ենք այս վիճակին, որ կամ պատերազմներով պետքա մարդը մաքրվի, կամ ջրհեղեղներով, կամ երկրաշարժերով, որևէ ձևով պետքա փոխվի մարդու տեսակը, որ մարմնավորվեն 6-րդ ռասայի երեխաները, մարդը։ Արդեն սկսվել է 2000 թվից հետո երեխաները չհարմարվելով այս թրթրանքին, իր մտքերով, իրենց զգացմունքներով, շատերին, ոչ բոլորին, բայց շատերին օթիստիկ հիվանդ համարեցին եւ սկսեցին բուժման ձևեր մտածել։ Բուժման ձևերն էլ դեղերն է ոսրսկելը։ Ահա ձեզ բուժման դեղը։ Իսկ ես էլ մտածում եմ, որ խոսքի թերապիան ավելի շատ հզոր բաներ կանի։ Ոչ թե արհեստական բանականության խոսքը կամ լուրերը կամ տվյալները, որ փոխանցում են մեզ, որ էլ չենք կարող հանգիստ մտածենք։ Առավոտը լույսը բացվել է, փոխանակ մենք մի հատ գոնե գլուխներս հանենք պատուհանից, արևը տեսնենք, մտքով բարևենք, շնորհակալ լինենք, արարչին։ Մենք այդ սովորությունները չունենք, բայց անպայման հեռախոսը սկզբից վերցնում ենք, որ տեսնենք էլ ինչ լավ նյութեր կան։ Եվ այդ լավը որն է, մեզ Աստծուց հեռացնելը։ Արհեստական բանականությունը մասին անցյալ անգամ խոսեցի, կարճ ասեցի, որ Աստծուց հեռացնում են մեզ։ Իհարկե հարցեր են ծագում, թե բա ինչ անենք։ Հիմա ամբողջ տեխնիկան դրա վրա է աշխատում, դե այստեղ տեսնում ենք, մեքենան գնում է, բայց մեքենայի վարորդը չկա։ Այո, ամենտեղ հիմա Եվրոպայում էլ, Չինաստան, Ճապոնիա էլ, այստեղ էլ, Ամերիկայում էլ։ Այո, բայց մարդը անպայման չի, որ վարորդին խնդրի դրամ տա եւ նա դժգոհի գվեճ առաջացնի, որ այսքան պետք է տաս եւ այլ, պատկերացնում եք միայն այդ վեճը ինչքան է նպաստում այս բոլոր տեսակի մեր մտքերով սարքված դժբախտություններն ու այս պատերազմները, այս տերակտներ են ասում, Ռազմյան այդ ասենք գորշ գայլերի նման, որ մենակ սպանել գինեն մոլեգար հայրենասերներ են կամ ընդհանրապես ինչ ծրագիր ստանում են, ուղեղները անջատած գնում են այդ ավերումներին ու սպանություններին։ Ուրեմն արհեստական բանականության սնունդով, որ միտքը սնունդ է, մենք
Չենք կարող պատկերացնել սիրելը ինչ բան է։ Հիմա էլ չենք պատկերացնում, դրա համար էլ հասել ենք այս իրավիճակին, բայց ընդհանրապես հնարավոր չի որևէ միտեղ այդ սերը զգալ տեսնել։ Ոչ միայն դա, գոնե հարգանքը իրար նկատմամբ, դա էլ հնարավոր չի, դա ենք կորցնում։ Ծնողների նկատմամբ, դա էլ ենք կորցնում, երեխաների նկատմամբ, դա էլ ամեն տեսակ սերը կորցնում ենք։ Դրանից հետո հարգանքն ենք կորցնում։ Չգիտեմ, ինչի պետք է ես հարգեմ իրան, թող ինքը ինձ հարգի։ Այս բանաձևը շարունակում ենք, սկզբունքը։ Ներել, զիջել, համագործակցել իրար հետ, հոգևոր կապ ունենալ, հեռվից հեռու իրար հետ համագործակցել, մտքերի ուժը ավելացնել։ Ագնի յոգայում ասում է «Յեդինեն և դուխ է, միասնությունը հոգու մեջ, ոգու մեջ»։ Եվ մենք ամեն ինչը կորցնում ենք փաստորեն։ Ես ոչ թե հիմա վատախոսում եմ տեխնիկայի մասին, այլ վատախոսում եմ այդ տեխնիկայի մեջով անցնող մարդկանց, որոնք որ կորցնում են այս բոլոր հատկությունները։ Նույնիսկ հարմարվելու, գիտակցաբար հարմարվելու հատկությունն ենք կորցնելու։ Եթե այսպես շարունակվի, չգիտեմ, զիջելը, համբերելը, զոհաբերվելը, փոխօգնությունը, ինչքան մարդկային բաներ կան, մենք չենք կարողանալու պահպանել մեր մեջ։ Դրա համար ես ուզում եմ ոչ թե ձեզ կամ անհանգստացնել, կամ հարցերի առաջ կանգնացնել, այլ ուզում եմ, որ մենք միասին մտածենք, արդյոք ես կարող եմ այդ բոլորի մեջով անցնել, բայց իմ սերը բնության նկատմամբ, կենդանական աշխարհի, մարդկանց դրական գործունեության գոնե նկատմամբ պահպանել, ինչ որ միտեղ պահպանել, որ հաջորդ կյանքում այդ սերը լինի քո 0 աստիճանը, որ դրանից բարձրացնեք, այսինքն համատարած, համատիեզերական աստվածային սեր ձեռք բերեն։ Այո, թող միլիոն տարիներ էլ անցնեն, բայց նպատակը դա է, էվոլյուցիայի նպատակը պատճառ հետևանքային օրենքի, հատուցման օրենքի, վերամաննավորման օրենքի, էվոլյուցիայի օրենքի և ազատ կամքի օրենքին հետևելով մենք կարող ենք դա պահպանել։ Իսկ դա դժվար չի, եթե դու որոշում ես, որ աչքերս բացելուց հետո ոչ թե ծխախոտը պետք է վերցնեմ, ոչ թե հեռախոսը պետք է վերցնեմ, այլ պետք է մի հատ իմ ամբողջ մարմինը մաքրեմ։ Ինչպես շնչառություն կատարել, թոքերը օդափոխել, ծավալը մեծացնել, որովհետև ամբողջ գիշերը շատ թույլ շնչառության ժամանակ ամբողջ թոքերի մասը չեն մասնակցում այդ օդափոխանակությանը, օդափոխմանը, պատուհանը բացում ենք, որ սենյակի օդը փոխենք, բայց թոքերը չենք ուզում, ընդարձակենք մի քիչ ծավալը և օդափոխենք։ Սրա համար համալսարաններ պետք չի, որ ավարտենք։ Ջուրը խմելու մի 20 րոպե, կես ժամ առաջ, ուտելուց առաջ համալսարաններ պետք չի ավարտել։ Պետք է ուղղակի գիտակցությունը ընդարձակել ու հասկանալ, որ այս քայլերը ինձ վնաս են, այսինչ բաները լսելը ինձ վնաս է տալիս, չլսելը օգտակար է։ Չլսելով էլ կարելի է գիտելիք ձեռք բերել, բայց ճիշտ գիտելիքը, աստվածային գիտելիքը, մարդուն կատարելագործման տանող գիտելիքը, ոչ թե մարդուն վայրենի դարձնելու բնազդները, կենդանական բնազդները,
Եթե մենք ենթարկվում ենք ծրագրավորված ինչ-որ մի մեքենայի կամ ինչ-որ մի գործիքի, մենք արդեն մարդ չենք։ Մենք կիսառոբոտ ենք, որին ոնց ծրագրավորեն, նենց էլ անելու է։ Դրա դրականը այն կլինի ըստ իրենց, որ ազգային զգացմունքները, արժանապատվությունը, անցյալն ու ներկան, ամեն ինչը ջնջվում է, բնականաբար սահմաններն էլ են ջնջվում, էլ չենք ասում սա Թուրքիան, այդ գործիքի համար ինչ նշանակություն ունի, մենք հայ ենք, ռուս ենք, թուրք ենք, ֆրանսիացի ենք, ինչ ենք։ Գործիքը ծրագրավորված բոլորին նույն ուղղությամբ տանում է։ Ոնց որ պտտեն, նենց էլ պետք է անեն։ Ոնց որ քարոզեն, այնտեղ էլ պետք է տանեն։ Բոլոր տեսակի քարոզչությունները, որտեղ կա ազատ կամքի վնասում, ոչնչացում, տանում են նույն ուղղությամբ, անորոշության կամ կործանման, ոչնչացման ավելի ճիշտ։ Դե ես չեմ ուզում ձեզ տխրացնեմ ու ձանձրացնեմ, երկար թվարկելով վնասները, դա, բայց այդ վնասների մեջով կարելի է անցնել մարդկայինը պահպանելով։ Օրինակ, հիմա առաջ ոտքով էին գնում, հետո ուղտերով, ձիերով, ավանակներով, ես ինչ գիտեմ, հետո հեծանիվներով ու մեքենայով, հետո ինքնաթիռներով, բայց մարդկայինը պետք է պահպանվի և պահպանվել այն ինչ-որ չափով, բայց քիչ։ Այսինքն հնարավոր է բոլոր տեխնիկաներից օգտվելով պահպանել։ Դա մեր ներքին ձայնի, բարձրագույն եսի, մեր ազատ կամքի շնորհիվ։ Հիմա կհարցնենք, ասեն, ինչ ազատ կամք, երբ որ մենք գործիք ենք դառնում ուրիշների ձեռքը։ Նոր ասեցի, որ առանց վարորդի մեքենան գնում է, դու նստած ես մեքենայի մեջ, կարող ես չէ քո մարդկային արժեքները պահպանելով գնալ, օգտվել այդ տեխնիկայից։ Համակարգիչներով հազար ու մի տեսակ վայրս են գցում, վիրուս են գցում, որ փչացնեն։ Կարող եք չէ ուսումնասիրել այդ տեխնիկան և դրանից հեռու պահել ձեզ։ Գործիքը ձեր, ապարատը, ձեր մեխանիզմը հեռու պահել։ Եթե դա կարող եք անել, ուրեմն ձեզ էլ կարող եք հեռու պահել։ Հեռու պահել այդ բոլոր ավելորդ լուրերից։ Վերջինը, որ ես դիտեցի, դա Լև Նիկոլաևիչ Տոլստոյի մասին էր, ստացվեց, որ Պագանինիի նման ինքն էլ հիվանդություններ, տարաձայնություններ, վերջում եկեղեցին ընդհանրապես չի ընդունում ու համարեցին, որ տարօրինակ մարդ, այո, ինքը խոստովանեց, որ պատերազմ և խաղաղությունը, ես ինչ եմ ես գրել, ես ինչ ծավալուն կոտորած եմ սարքել, պատերազմներ բանարել։ Բայց այդ մարդու մասին էլ միայն ավելի շատ վատն է գրված, վիդեոն դրված։ Խոսքով, ես այսօր ուզում եմ մի քիչ ավելի կարճ խոսալ լռության մասին, որ լռությամբ կարող ենք մենք հաղթահարել այս բոլոր պատնեշները, բոլոր դժվարությունները, նեղ դռները ու ջանքով վերցնենք երկնքի արքայությունը մեր մեջ, ոչ թե հարաբերական կարգով, այլ ուղիղ ամեն մարդ իր հնարավորության չափով։ Պետք է այդ ամեն վայրկյան մենք զգոն լինենք, որպեսզի ճիշտ ընտրություն կատարենք բոլոր տեսակի սնունդների,
ճիշտ երաժշտությունը, ճիշտ գույները տան մեջ, որովհետև տները ձևավորում են մի աղմկալից գույներով։ Գույներն էլ աղմուկ ունեն, մտքերն էլ աղմուկ ունեն։ Ուզում եք այդ փորձը հիշեցնեմ ձեզ, շատախոս մարդկանց, ծխող խմող, կենդանիներին ուտող մարդկանց դրամ են տալի, ասում են ձեզ 6 ժամ այս սենյակից դուրս չեք գալու, ձեզ այսքան դրամ ենք տալիս։ Նրանք դրամով ամեն ինչ կանեն։ Լավ։ Իսկ մի քիչ հեռու իրանցից մի ուրիշ սենյակ, նույն չափի սենյակում, այդտեղ 10 հոգի են, այնտեղ 20 հոգի են։ Մարդիկ, որոնք ոչ ծխում են, ոչ խմում են ալկոհոլ, ոչ մեկին չեն ուտում, ներվերն էլ չեն ուտում իրար, եւ նրանց էլ նույն չափի, նույն ժամի, բայց առանց դրամի։ Ասում են ուղղակի էքսպերիմենտ է հոգեբանական, ոչ մեկը դուրս չգաք այստեղից ու նստեք, ինչ ուզում եք արեք, ուզում եք խոսեք, ուզում եք մի խոսեք։ Նրանց էլ ուզում եք խոսեք, ուզում եք մի խոսեք։ 6 ժամ հետո գնում են, հանձնաժողովը գնում է, դուռը բացում է, այդ ծխող խմողների այդ սենյակի դուռը, անմիջապես փակում են ու փախնում։ Գնում են այն մյուս սենյակը, դուռը բացում են, ոնց որ այստեղ մարդ ոչ շնչած լինի, արտաշնչած, ոչ մտքերի աղմուկ կա, ոչ զգայական ինչ-որ, ոչ մի չակրան չի ակտիվացել, խաղաղության մեջ նստել են մարդիկ։ Հիմա այս լռության առիթով եմ էլի ձեզ հիշեցնում, որ մարդու մտքերի մեջ էլ աղմուկ կա, այդ աղմուկից ինքը իրան հոգնածում է։ Ոչ մի բան չի արել, բայց հոգնած էր ու ջղայնացած է։ Պատկերացեք, որ մի քանի հոգով իրար հետ խոսում են, ամենքը իրանց կարծիքն ասում են, բայց այն մյուս սենյակում կարծիք հասել չգիտեն, մրցում են, իրար հանգցնում են ուղղակի, վեճ են դարձնում, գորգորոցի է վերածում։ Իսկ այնտեղ հանգիստ մտքեր են փոխանակում, ոչ մի պատերազմ չի լինում մտքերի մեջ, որովհետև ամեն մտքերի անհանգստությունն ու ծանր մտքերի դաշտը ստեղծում է հոգեկան էներգիայի վարակ։ Շնչառությունով էլ կարող ես այդ վարակը ընդունել։ Մեջով անցնելուս էլ կարող ես վերցնել։ Հագուստով, քո աուրայով, քո բիոդաշտով, ամեն ինչով ներ է ծծվում քո մեջ։ Եթե դու այդ մագնիսդ մաքուր չես պահում, որովհետև նմանն է ձգում։ Եթե քո մեջ չկա, դու մեջով անցնում ես, մի քանի քայլ հետո քո մեջից դուրս է գալիս դա։ Իսկ եթե քո մեջ կա, այսինքն եթե քո մեջ վեճ կա, դու ամենտեղ վեճի կհանդիպես։ Նույնիսկ այնտեղ, որտեղ որ ընդհանրապես ոչ մեկը չի վիճում։ Մի պատճառ կգտնես, այնտեղ էլ կվերցնես վեճ։ Լարվածություն, այսինքն։ Ընտանիքի մեջ իրար թերություն են տեսնում, իրար հոգնածնում են, լեզվակռվով եւ այլն։ Փառքոս ու լավ ենք բրցնում, իրար չեն մորթում։ Չեն կռվում, իրար չեն խփում, բայց հոգեկան վարակը իրար է փոխանցվում։ Մեկը չի ուզում կանգնի ու ասի, ես ինձնից չեմ փոխանցելու մյուսին։ Չեմ պատասխանելու։ Հիմա տեսնում եք մարդը իրեն կառավարելով, արհեստական բանականություն լինի, ինչ լուրեր էլ որ տան, ինքը չի վերցնի։ Անպայման կհարցնեն, կասեն, բա դուք եք որտեղից եք նայում։ Ինչի եք նայում բա դուք։
Երբ որ նպատակը դնում ես նայեմ, որ բացատրեմ, օգնեմ մարդկանց, որ հանկարծ այդ հիվանդությունով չհիվանդանան, որ ամեն օր անպայման դրանց լսեն, տեսնեն հիմա ումից են բամբասում, հիմա ում են խայտարականում, մեծությունների մասին եմ խոսում իհարկե, տաղանդավոր մեծությունների, գիտության մեջ, արվեստի մեջ, փիլիսոփայության, մտքի հոգու եւ ձեզ համբերություն եմ ցանկանում, խաղաղություն, երբ որ դու լռում ես, սպասում ես, որ զրուցակիցդ ավարտի ու հետո ես խոսում, երկուսդ էլ իրար էներգիա եք տալիս։ Երբ որ դու անզսպության էներգիայով ընդհատում ես իրան ու փորձում ես քոնը ասես, դու ոչ թե համեմատվում ես, այլ մրցում ես։ Մրցումից հետո գալիս է խռովքը, խռովքից հետո գալիս է թշնամությունը։ Թշնամությունից հետո մտքերի պատերազմը ֆիզիկական պլան է իջնում եւ եթե այդ տեսակ երևույթները շատ են ազգի մեջ, հնարավոր չի, որ այդ ազգի մեջ դավաճանություններ, վեճեր, կռիվներ, բաժանումներ եւ ազգի կործանում հնարավոր չի։ Այսինքն անխուսափելի է ազգի կործանում։ Ժամանակն է, որ ազգային ժողովի պատգամավորները լռել սովորեն, լսել սովորեն, իրանց էլ է դա օգուտ ամեն մեկին, որ լավ լսի ու հասկանա, հասկանալուց հետո խելացի պատասխան տա, որ ավելորդ լարվածությունը չտարածվի ժողովրդի մեջ ու հետո ասեն այս ժողովուրդը ժողովուրդ չի էլի, ժողովուրդը նրանց է դատում մեղադրում, ասում է չեն նայում քանի հոգի սոված մարդ կա, քանի հոգի անտուն մարդ կա, քանի հոգի փախածներ կան, որ չեն դիմացել, իրանց են միլիոններով պարգևավճարներ տալիս, մենք օրենքով ենք անում, բայց այդ օրենքով է, որ տեսնում ես կողքիդ մեկը քո ընտանիքի անդամը փախնում է, որովհետև իրան հաց չեք տալի ուտելու, բայց դուք օրենքով, որովհետև ղեկավարներ եք, օրենքով ձեզ հասնում են, դուք ձեր միլիոնները ավելացնում եք, ես հիմա ում մասին եմ բամբասում, ոչ մեկի, երևույթն եմ մեկնաբանում, որ և նրանք մի քիչ մտածեն, մարդու նման մտածեն, և ժողովուրդը մտածի, ես ինչ է կատարվում մեզ հետ, որովհետև ամեն մեկի գլխի մեջ սարսափելի աղմուկներ կան, կռվի, պատերազմի աղմուկներ կան, և մարդը ուզում է հանգիստ իր կերածը Մարսի չի կարողանում, ուտում է առանց ծամելու, որովհետև շատ գործեր ունի, ավելի կարևոր գործեր ունի, քան իր առողջությունը, լռությունը կփրկի, երբ որ մարդը լռում է, չեք պատկերացնի ինչքան վեհապետներ իրանց հետ փորձում են կոնտակտի կապի մեջ մտնել, որ փրկեն, որ հուշեն, որ դու չես գտել քո բարձրագույն եսը, դրա համար մենք տարբեր գրականություններ ենք տալիս, որ մի քիչ մարդ դառնաք, հասկանաք, որ մենակ դուք մարդկությունը մենակ առանց աստվածային ուժերի, առանց աստծու օրենքների ոչ մի բան չեք կարող անել, մոլորակը բացի պայթացնելուց ուրիշ բանի ընդունակ չենք, նայեք Մակեդոնացին ուր հասավ, Հնդկաստան նորից հետ եկավ, Մակեդոնիան ինչքան մնաց ընդեղ, մի փոքր տարածք մնաց, Հիտլերը գնաց հասավ Վոլգա գետին նորից հետ եկավ, Նապոլեոնը մինչև Հիտլերը գնաց հասավ, Չինգիզ խանը մինչև Նապոլեոնը եկավ հասավ Ռուսաստան, նորից գնաց Մոնղոլիայում նստեց, հնարավոր չի, իրար ձեռից խլելով էվոլյուցիան չի կազմակերպ, ինչքան ուզում եք աստվածաշունչը հանգիրարեք, եթե իրար ճյուղեր եք բաժանվել ու իրար հետ չեք հաշտվում, բայց օրենքները անգիր գիտեք, մի արա ուրիշին այն ինչ որ չես զում քեզ անես, եթե ապտակում են մի երեսիդ մյուս երեսը տենքում,
Ինչի եք ուղիղ հասկանում։ Ապտակը կարող է խոսքով լինի, կարող է մտքով լինի, կարող է վարքով լինի, նույնն էլ սպանություն է։ Մարդուն կարող է չսպանես, բայց այնքան ներվերը սղոցես, որ ինֆարկտ ստանա, մարդը գնա ու ասեն, այ լավ մարդ էր, ես ինչի սենց եղավ։ Իսկ մարդը քո կողքը մեռնում է, դու չես հասկանում, որ դու ես մեղավոր։ Չէ, ես մեղավոր չեմ, ես 5 հատ դիպլոմ ունեմ, 10 լեզվով խոսում եմ։ Տեսնում եք, լռություն է պետք, լուր համագործակցություն է պետք։ Եթե մեր մտքերը չեն կարողանում լուր կազմակերպված պահել, ինչ խոսք գալիս է ասում ենք։ Երբեմն էլ մոռանում ենք այդ խոսքը, այդ երևույթը ինչ խոսքով արտահայտենք։ Մի քիչ հենց որ խոսքը շեղեցիր, այդ խոսքից բռնում են ու մի ժամ խոսում են։ Չեն թողնում, որ միտքդ ավարտես։ Դե դու լեզվանի ես, լավ խոսում ես արագ-արագ ու բարձր, որ բոլորը լսեն քեզ։ Իսկ այն մարդը չի կարողանում արագ-արագ խոսալ։ Ուրեմն նա իրավունք չունի խոսալու։ Երբ որ սա շատ է կատարվում, մարդը լռում է, դադարում է խոսալ։ Երբ որ դադարում է, Աստված նրա հետ խոսում է, այսինքն նրա բարձրագույն եսը կապավորնա բարձր ուժերի հետ։ Արդեն նրա հետ է խոսում։ Այսքանը, որ կերել եմ, բավական է, թե չէ։ Ինքս նրբազգացորեն զգում եմ, որ բավական է, այլ կարիք չկա։ Սրանից հետո այսքան չեմ լցնելու, բաժակս, ամանս, ինքնահսկում, ինքնահսկման ժամանակ խոսալ, գորգորել, շատախոսել պետք չի։ Ինքնակառավարման համար պետք չի ոչ մի աղմուկ, ոչ մի խոսալ։ Ինքնազսպման համար պետք չի ոչ մի բան խոսալ։ Ամեն աշխատանքը կատարվում է ներսը։ Եվ դա իսկական լռելն է, երբ որ դու քեզ կարողանում ես հաղթես, ցանկություններդ չուղարկես, մոլորակի մյուս ծայրը, մտքերդ էլ հետը, չիմանալով, թե այնտեղ ինչ ավերումներ արեցիր, նրբագույն աշխարհների մեջ։ Չի կարելի միայն ֆիզիկական պլանի երևացող երևույթներով ապրել։ Անթույլատրելի է այսօր։ Դրա համար ներսից պետք է, Թումանյանը մի լավ քառյակ ուներ, ափսոս հիմա մոտս չի ես պահին, որ ասում եմ, մեր ներսից ենք մենք քայքայում, մենք, որովհետև ներսից ենք մենք փչացած։ Թումանյանը այդ ձևով է ասում, Հիսուսն էլ ասում է, երկնքի արքայությունը ձեր մեջ փնտրեք, բոլոր մեծերը ամենքը տարբեր ձևի, մի ձևի ասում են։ Ես ձեզ խաղաղություն եմ ցանկանում, եթե մտածում եք, որ այսօր նոր բան չասեցի, կրկնեցի, փորձեք ամեն խոսքիս համար մտածել, տեսնել, որ այսօրվա իմ խոսալու նյութը, ինչ որ տեսնում եմ շուրջս, մարդկանց, բարեկամների մեջ, ընտանիքների հարաբերությունների, ամուսինների, հարևանների, ազգային մեր ժողովի պատգամավորները, քաշքշուկն ու այդ ներքին պատերազմները, հետո դա վերահացվում արտաքին պատերազմների, հետո էլ ամբողջ ազգի կործանմանը։ Եթե լռեք, դուք էլ կզգաք, որ երկու կարևոր բան կա, որի վրա պետք է կենտրոնանալ։ Մեկը մարդիկ լռել չգիտեն, բայց խոսալ գիտեն։ Մի տարեկան արդեն 90 տարեկանում չեն կարողանում լսել սովորել։ Եթե հիվանդացել են այն ժամանակ ուզում են խոսան, չեն կարողանում խոսան։ Դա լռել չի։ Դա ուղղակի չկարողանալ է։
հնարավորություն չունի խոսալու։ Խոսալուց կարող է ուշքը գնա։ Որտեւ 90 տարեկանը չպետք է խոսա, իր վարքով, իր մտքերով, իր շարժուձևով, ամեն ինչով նա պետք է օրինակ տա։ Ասում եմ 90, բայց ինչու 90։ Մարդը թոշակ է անցնում, դեռ չգիտի, որ ինչպես պետք է ամուսնանան, ինչպես պետք է թաղումը կազմակերպել, որ կարիք չկա ալկոհոլ, մսեր, մարդը չի հասկանում ինչ անում, դե ընդունված սովորություն է։ Սովորություններով ապրող մարդը միայն անցյալով է ապրում։ Անցյալով ապրող մարդը ներկայի ոչ մի բանը չի տեսնում ճիշտ։ Տեսնում է միայն անցյալի սովորությունների պրիզմայով։ Ձեզ խաղաղություն եմ ցանկանում։ Ցանկանում եմ լռել սովորեք։ Երբ որ մեկը շատ է խոսում, ու դու ուզում ես խոսած, մտքիդ մեջ ասա, «Էս իմ քննությունն էր»։ Ես չեմ ասում, թե իմ մոտ հրաշալի ստացվում է, ես ինձանից գոհ եմ, ոչ, ես էլ եմ տանջանքով փորձում, երբ որ մարդը իմ խորհուրդը ընդհատում է ու սկսում է ինչ-որ բան պատմել, բա ինքն էլ պետք է խոսա, դե խոսա, բայց ինչից ես խոսում, ում է պետք է այդ խոսացածը, լռի, եթե պետք չի, լռի, քեզ էլ պետք չի, դու կրկնում ես քո անցյալը, ինչ-որ մի բան քեզ վրդովվել է, եթե դաս չես ուզում, տաս քո անցյալի սխալով, որ այս հենց սխալ եմ արել, որոշել եմ էլ չանեմ, ընդհանրապես որոշել եմ չհիշել, հենց հիմա այստեղ լինենք, այդ ժամանակ մենք կլռենք, խաղաղություն ձեզ, համբերություն ձեզ, ես ավարտեցի այսօր։